Միթե խաղաղությունը բավարար բերկրանք եւ բավարարվածություն չի պատճառում։ Ինձ օրինակ պատճառում է։ Խաղաղության օրակարգն առաջ տանող Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենաբարձր քաղաքական ամբիոնից դիմում է Իլհամ Ալիևին։ Կարծում է իմաստ ունի, որ Ադրբեջանի նախագահը պարզաբանի, թե ինչ նկատի ունի Զանգեզուրի միջանցք արտահայտությունն օգտագործելով, որովհետև ասում է հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ եւ կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։ Զանգեզուր կորիդոր Իսկ Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնում պայմանավորվածություններից հետո անգամ իր բառապաշարը չի թարմացրել։ Իշխող ուժի падգամավորը Լիահույս է Ալիևը պարզաբանում կտա։ Վարչապետը բարձրաձայնել է խնդիր, որը կա, եւ այդ խնդիրը իհարկե պետք է նաեւ մեկնաբանվի։ Ես կարծում եմ, որ թե մենք թե Ադրբեջանը գնում են խաղաղության, եւ այդ խաղաղությունը արդեն կարելի է ասել, որ հաստատված է, բայց խաղաղության process-ը ինքը եւս իրենց ենթադրում է որոշակի հարցերի պարզաբանում եւ օրինակ ես ոչ մի վատ բան չեմ տեսնում, որ այն հարցերը, որ գոյություն ունեն թե մեր հասարակության մեջ, թե իրենց, դրանք պարզաբանվեն։ TRIP-ը գործելու է Միացյալ Նահանգներ Հայաստան երկկողմ ձևաչափով համաձայնեցված բիզնես մոդելով։ Նյու Յորքում հայտարարել էր Փաշինյանը։ Վաղաշակ Հակոբյանն ասում է, աշխատանքային խումբն արդեն ձևավորվել է։ Շատ ակտիվ աշխատում ենք ամեն։ Շատ ակտիվ աշխատանք ինչ է։ Օնլայն էլ հանդիպումներ էլ, դա մի գործընթաց է, որը մեկնարկել է։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման հեռանկարը քննարկում են տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում։ Գևորգ Պապոյանի խոսքով մեր երկրի համար ռիսկ են ներկայացրել փակ սահմանները։ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանները փակել են, որպեսզի մեր երկրին տնտեսապես չեզոքացնեն եւ իրենց խնդիրները կարողանան լուծել հեշտությամբ։ Իրենց խնդիրները լուծել են եւ եթե մենք ուզում ենք շարունակենք նույն ձևով ու վերջնականապես կործանենք մեր պետությունը, ես դա թույլ չեմ տա եւ իմ բոլոր գործիքակազմերով կհասնեմ նրան, որ մենք հայկական սահմանը բացվի ու այս պետությունը զարգանա, որովհետեւ այն ինչ որ արվել է այդ քաղաքականությունը բերել է այս վիճակին։ Ընդդիմադիր падգամավոր Ագնեսա Խամոյանն էկոնոմիկայի նախարարից հետաքրքրվում է։ Հաշվարկել են, թե ինչ վնասներ է կրելու գյուղատնտեսությունը սահմանները բացելուց հետո։ Ռիսկերը կառավարելի են, վստահեցնում է Պապոյանը։ Կարող դենակ ասեք, դա բաց դդմիկ է, մնաց մի քանի հոգ դդմիկ։ Ես ձեզ հավաստիացնում, եթե մնա, կլուծենք այդ մի քանի հոգ դդմիկի հարցը։ Պատգամավորը նաև գյուղատնտեսական այլ հարցերի է անդրադառնում եւ ընդգծում ոլորտը համակարգող նախարարության բացակայությունը։ Մենք անգամ գյուղատնտեսության նախարարություն չունենք եւ գյուղատնտեսության նախարարությունը հենց ձեր իշխանությունների օրոք է փակվել։ Գյուղատնտեսության նախարարություն կա չկա, դա իրականում ընդամենը բառախաղ է։ Գյուղատնտեսության նախարարությունը որովհետեւ հաստատի գյուղատնտեսության նախարարություն կա։ Պարոն Պապան, այդ չասեք, որ հաստատի գյուղատնտեսության նախարարություն կա, կներեք, բայց այս հիշացնում է ձեր հայտնի խոսքը, որ դուք հանրապետական հետ կապ չունեք, ֆիկտիվ հանրապետական եք եղել։ Իսկ ՀԱՏՄ-ից դուրս գալու օրակարգ Վաղաշակ Հակոբյանն ասում է, մեր երկիրը չունի, հակառակը խորացնում է հարաբերությունները Եվրասիայի գործընկերների հետ։ Իզաբելլա Հովանիսյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։